Այո, ես շշալցման արտադրամասի օպերատորներից եմ, Վեզիրյան Ժասմենա, արդեն 20 տարի աշխատում եմ նույն հիմնարկում, 20 տարի շարունակ մեզ պարոն Ծառուկյանը ժամանակին վճարել է, մեր արտակուրդները ժամանակին տվել են, մենք ոչ մի պարտք ու պահանջ չենք տեսել 20 տարվա ընթացքում, թե հիմի ինչ է կատարվել երկրի վիճակը, ինչպիսին է, ես չեմ կարող ասել, բայց ամենայն դեպս մենք մեր աշխատավարձի հույսով վերցրել ենք վարկեր բավականին, տուրքեր ունենք, վերջապես վաղը բանկի օրն է, ով է վճարելու մեզ։ Մենք խնդիրներ կունենանք, դրա համար խնդրում եմ մեր վարչապետին ուղղակի այս հարցին շուտ լուծում տա։ Մենք ընդհանրապես մեր աշխատանքն ենք ուզում, չգիտեմ, ոչինչ ավել բան չենք ուզում, ողորմություն չենք խնդրում, մենք աշխատենք մեր աշխատավարձով, մեր հարցերը լուծենք։ Եթե գաղտնիք չի, որքան եք մեր աշխատավարձը համարյա մոտ հասնում է 200-ի, այո, մոտ 200-ի, նորմալ է, մենք ժամանակին, ժամերը ճիշտ, սկսում է 9-ին, ավարտում ենք 5:30, մեր աշխատանքի ժամերը, շաբաթ կիրակի տանն ենք, նախատոնական օրերին մի ժամ շուտ ենք գնում, տոներին մնում ենք տանը, վճարվում ենք, այնպես որ մենք շատ գոհ ենք, մեր պարոն Ծառուկյանից մենք գոհ ենք, որպես մեր ղեկավար, մեզ շատ լավ է նայել, երկրում ինչ է կատարվել, ես չեմ կարող, ես քաղաքական գործերի մեջ չկամ, բայց աշխատանքի պահով մենք շատ գոհ ենք իրենից։ Իսկ կոնկրետ ձեր ընտանիքում այս հարկադիր բարապետը, եթե քիչ գումար ստանաք, դա ինչ հետևանքներ ունենա ձեր ընտանեկան։ Դե գիտեք, մեր ընտանեկան բյուջեն ներկա պահից օրինակ իմ ամուսինը չի աշխատում, առողջական խնդիրներ ունի, ես ու տղաս ենք, ունեմ ծեր 90 անց կեսար, հիվանդա, ունի առողջական խնդիրներ, դե գիտեք, այստեղ Հայաստանում ապրող մարդկանց վիճակը ինձ թվում է բոլորին էլ մի քիչ ավել պակաս նույնն է։ Ձեր ուսերին է։ Այո, իմ ուսերին է։ Եվ դրա համար ես ուղղակի խնդրում եմ մեր վարչապետին, որ այս հարցին շուտ լուծում տան։ Հնարավոր չի այսպես երկար մենք մնանք էլ անգործ։ Իսկ այս ամսվա աշխատավարձը ստացավ, չէ՞։ Մենք աշխատավարձը ստացել ենք, բայց դեռ հավելյալ վճար ունենք, որ դեռ չենք ստացել։ Այսինքն այդպես է բանը, այո։ Այսինքն միջև այս գործողությունը ստացել ենք աշխատավարձը ժամանակին, մի օր այս կոմենկոմ չի եղել։ Մենք շատ գոհ ենք։ Տեսեք, 8 տարի է այս իշխանությունը ղեկավարում, աշխատատեղեր բացել են, օրինակ եթե սա չբացվի, կարող եք հեշտ աշխատանք։ Գիտեք ինչ, ես 20 տարի ստեղ եմ, մենք արդեն սովորել ենք, ոնց որ ասած, ընտելացել ենք մեր գործին եւ վերջապես մեզ լավ են նայել, ինչի ուրիշ տեղ ընտրեմ, եթե իմ հիմնարկը ինչ կա, թող բացեն, բոլորս էլ այս ժողովուրդը բոլորն էլ դրա կարիքն ունեն։ Ընդհանրապես դա ենք խնդրում։ Ձեր գործընկերներն ասում են, պատրաստում ինչ կոմիտեներ, պահանջել որպեսզի բացեն, դուք միանաք իրենց ու կա նման բան։ Գիտեք ինչ, եթե տեղը գա, այո, իհարկե, մեր ղեկավարի համար ամեն ինչ կարող ենք անել։ Նման քննարկումներ եղել են։ Քննարկումներ չեն եղել, բայց եթե պետք լինի, եթե դրա կարիքը լինի, մենք իր թիկունքում կանգնած ենք, որովհետև ինքը մեզ լավ ղեկավար է։ Այստեղ բողոքի ակցիա կազմակերպելով ինքնին լուծում կտրվի արդյունքում։ Գիտեք, մենք բողոքի ակցիա ուղղակի խնդրանք է սա։ Մենք ուզում ենք խնդրել, որ բացեն, մենք աշխատենք։ Մենք չենք ուզում քաղաքական ինչ-որ ֆոն տանք էլի այս հարցին, ընդհանրապես ուզում ենք ժամանակին բացվի, մենք էլ գանք աշխատենք, այս կանը։